Հարավային Կովկասը գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում որպես Եվրոպան եւ Ասիան կապող կարևոր հաղորդակցական հանգույց։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն է հայտարարել Բեռլինում Ալիևի հետ հանդիպմանը։ Ըստ Մերցի, տրանսպորտային եւ առևտրային նոր միջանցքները զգալի տնտեսական ներուժ են ստեղծում եւ իրենք ցանկանում են օգտվել այդ հնարավորությունից։ Ալիևն էլ ասել է, որ տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել։ Ըստ նրա, Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում։ Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին եւ ստացել դրական պատասխան։ Մենք բաց ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում։ Զանգեզուրի միջանցք դարձյալ այս ձևակերպումն է հնչում Բաքվից լրագրողների զրույցում Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը ասել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցք գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը եւ սահմանային անցումների քանակը կկրճատվեն։ Նախ սա ինստիտուցիոնալ խաղաղություն չէ, որովհետև այո, Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է այնպիսի տերմինաբանություն, ինչպիսին է Զանգեզուրի միջանցք, եւ դա իրենից ներկայացնում է որոշակի հավակնություններ, որքան էլ որ այո, միաժամանակ խոսում է Հայաստանի սուվերենության ինքնիշխանության մասին։ Իր նախընտրած քաղաքական ուժի օգտին քվեարկեց քաղաքացին Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրության արդյունքը։ Որոշումը վերջնական է։ Կենտրոնական ընտրականն իր վերջին կնիքն է խփում։ Հետընտրական վերջակետը դնում փաստաթղթերի տրցակն արխիվ ազգային ժողովի դահլիճ էլ 105 падգամավոր ուղարկելով։ Այժմ մենք սկսենք վավերացման գործընթացը։ Նոր խորհրդարանում 64 մանդատ կունենան ԿՊԱ-կանները։ Ընդդիմության սեկտորում 29 աթոռ կառանձնացնեն Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան, ևս 12 աթոռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքների համար։ Բայց մինչև մանդատ ստանալը կենտրոնական ընտրականի հերթում քիչ չեն նաև նրանք, ովքեր հրաժարվում են օրենսդիրի պաշտոնից։ ԿՊԱ-կանների դեպքում հիմնականում կառավարություն գնալու կամ այստեղ աշխատանքը շարունակելու համար։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից падգամավորության 27 տեխնացու է հրաժարվում մանդատից։ Առաջինը հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա ուժեղ Հայաստան դաշինքից մանդատ չի վերցնում 4 տեխնացու, Հայաստան դաշինքից միայն 1, ընտրություններում քաղաքական ուժն առաջնորդած Ռոբերտ Քոչարյանը։ Մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները, դատախազությունից հայտնում էին ուժեղ Հայաստանից падգամավորի տեխնացու կալանավորված Դավիթ Ղազինյանի գործը դատարան ուղարկելու մասին։ Սա ըստ դաշինքի առաջին եռյակից Արամ Բարթևանյանի պատահականության արդյունք չէ։ Քննչական մարմինը, դատախազությունը քաջատեղյակ լինելով, որ այսօր Դավիթ Ղազինյանը ձեռք է բերելու ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը, հասցրել են կայծակնային, ռեկորդային, աննախադեպ արագությամբ գործը ուղարկել դատարան։ Թեպետ ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորած Նարեկ Կարապետյանն այսուհետև ունի ազգային ժողովի падգամավորի, հետևապես նաև անձեռնմխելիության կարգավիճակ, դատախազությունը նրա հետ կապված մեկ այլ միջնորդություն էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեղանին է հասցրել։ Կենտրոնական ընտրականում քաղաքական ուժի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի պնդմամբ սա այն նույն փաստաթուղթն է, որը նախընտրական շրջանում դարձյալ դատախազությունից կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ուղարկել։ Իսկ այս հանձնաժողովն այն հետ էր վերադարձրել պատճառաբանությամբ, որ Կարապետյանին վերաբերող տվյալ հարցն իրենց տիրույթում չէ։ Հերթական, քաղաքական, հետապնդման, միջամտության, ամեն կերպ, որ Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտեն, խոչընդոտեն։ Կենտրոնական ընտրականի նախագահը պարզաբանում է մինչև Սահմանադրական դատարանի վերջնական վճիռը առաջադրված եւ ոչ մի տեխնացուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկման առնելու հնարավորություն չունեին։ Հիմա արդեն ունեն այդ իրավասությունը մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը։ Մինչև падգամավորի լիազորությունը ստանձնել ընտրված падգամավորի նկատմամբ քրեական հետամտում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Խորհրդարան անցած մյուս ուժերից ԿՊ-ից ու Հայաստան դաշինքից կենտրոնական ընտրական չէին եկել։ Նրանք բոլորով նույն տեղում կլինեն օգոստոսի 2-ին, ճիշտ ժամը 10-ին, 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստին։
Հայաստանում տավարի մսի արժեքը շարունակում է մնալ չափազանց բարձր եւ կա ենթադրություն, որ դա ամենևին էլ վերջը չէ։ Խոշոր եղջերավորների մսի դեֆիցիտն իրեն զգացնել է տալիս արդեն մի քանի տարի եւ դա ունի շատ հստակ պատճառներ։ Անասնապահությամբ զբաղվողների թիվը գնալով նվազում է։ Եղած գլխաքանակն էլ պակասում հիվանդությունների տարածման հետևանքով։ Սրանք մեկը մյուսի հետ ուղղակիորեն փոխկապակցված են։ Հիվանդությունները անասնապահությունը դարձնում են բավականին ռիսկային բիզնեսի համար։ Վերջի անգամ երբ եք լսել պետությունը ինչ որ տարածաշրջանում կարանտին հայտարարի, շատ բան չեմ ասում, կարանտին ուղղակի, ախտարանի, ստուգի, լվա եւ այլն չթողի նախիր անեն, որն է մեր գործողությունները, որ խոզերը ֆերմաներում sense համատարած սատկում էին, թե որ կովը դուսեր գալի նախիր, հետեր գալի կճղակները վրից ընկնում էին։ Խոզաբուծության ոլորտում էլ շարունակում է սպառնալիք մնալ աֆրիկյան ժանտախտը, որը մի քանի օրում ոչնչացնում է իջիկ է դարձնում ամբողջական տնտեսություններ։ Խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում էլ առավել տարածվածը բրուցելոզն ու դաբաղն է։ Ի տարբերություն տավարի, խոզի մսի գինն այդքան էլ բարձր չէ, քանի որ դրսից հիմնականում Ռուսաստանից մեծ քանակությամբ պաղեցված միս է ներկրվում երկիր։ Հանրային սննդի կետերի գերակշիռ մասը հենց նման միս է գործածվում, նշում են մասնագետները։ Ըստ այդմ տեղական մսի պահանջարկը որոշակիորեն բավարարվում է եւ թարմ խոզի մսի արժեքը չի բարձրանում։ Ենթադրվում է, որ պետությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր հիվանդությունների տարածվածության խնդիրը լուծելու եւ անասնապահությամբ զբաղվելու համար, հնարավորինս շատ ֆերմերների շահագրգռելու համար։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը։ Միաժամանակ փոխհատուցման չափը միավորի դիմաց 55%-ից 40%-ի նվազեցնելու արդյունքում կթեթևանա պետության ֆինանսական բեռը։ Իրականում որոշման նախագծով չի սահմանվում որևէ նոր միջոցառում, որը պետք է կանխեր անասունների շրջանում հիվանդությունների տարածումը։ Մասնագետների կարծիքով այս որոշումը լուծում է զուտ խնդրի ֆինանսական հատվածը, որը կարող է ունենալ կառավարությունը անասունների ավելի մեծ անկման դեպքում։ Նախագծի ընդունման դեպքում կապահովի կենդանիների եւ մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարում, բռնկման եւ տարածման կանխումը, ինչպես նաեւ կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի եւ հումքի արտադրության արտահանման եւ ներմուծման համար, կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Տալիա փաստել, որ դուրս է եկել վերահսկողությունից եւ հասկանում են, որ ըստ իրենց ճակերտների մեջ ներառյալ անիմաստ փողեր են ծախսում կամ շատ փող են ծախսում, որոշել են քչացնել։ Եթե ոնց հասկանում ենք պակասող անասնագլխի եւ թանկացող տավարի մսի հատկապես ֆոնի, նշանակում է այդ իրանց իրականացրած ծրագրերը կոնկրետ արդյունք չեն տալիս։ Անասունների շրջանում հիվանդությունների տարածմանը մեծապես նպաստեց նաեւ մարզերում անասնաբուժական լաբորատորիաների փակումը, որի հետևանքով ֆերմերները ստիպված են փորձանմուշները հասցնել մայրաքաղաք եւ օրեր անց միայն պարզել, թե ինչ է կատարվում իրենց նախիրի հետ։ Դրանից բացի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ոչ արդյունավետ քաղաքականության հետևանքով արդեն մի քանի տարի է այս ոլորտին առնչվող ֆակուլտետներում կամ դիմորդներ չկան, կամ էլ նրանց կարելի է մատների վրա հաշվել։ Ինչպես ստանալ Եվրամիություն զուգ արտահանելու թույլտվություն, ինչպես գրանցվել Traces համակարգում եւ ձևակերպել առողջության սերտիֆիկատը։ Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ եւ տեղական արտադրողներին հրավիրում հատուկ առցանց իրազեկման հանդիպման, որտեղ կներկայացվեն Եվրամիության շուկա մուտք գործելու բոլոր գործնական քայլերը։ Հրավիրում ենք ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան եւ ձկնամթերքի արտահանման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն Եվրամիության արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը, դիմումների ներկայացման եւ գնահատման կարգը, Traces NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը, առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը, տնտեսվարողների հիմնական պարտավորությունները եւ գործնական հարցերը։ Իրազեկման այս հանդիպումն առանցքային նշանակություն ունի ոլորտի համար, քանի որ հայկական ձկնաբուծական արտադրանքի համար եվրոպական ուղղությունը վերջապես բացվել է եւ ընթացակարգերը ամբողջությամբ պատրաստ են։ Գլխավոր պահանջը Traces էլեկտրոնային համակարգում գրանցվելն է։ Ըստ սահմանված կարգի դիմումը ստանալուց հետո լիազոր մարմինը ՍԱՏՄ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերն ու տեղում աուդիտ անցկացնում։ Խնդիրների բացակայության դեպքում տվյալները փոխանցվում են համակարգ, որից հետո
հետո եվրոպական կողմը ավտոմատ գեներացնում է ընկերության անժամկետ անհատական մուտքի կոդը։ Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան եւ ձկնամթերքի արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողների, ինչպես նաեւ բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար։ Ոլորտի տնտեսվարողների իրազեկումը կկատարվի հուլիսի 24-ին ժամը 10:30-ին առցանց ձևաչափով։ Ամառային տապը հրդեհային անվտանգության վերահսկողության պահանջը հրատապներից է դարձնում։ Անտառային հատվածներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կառավարության համապատասխան որոշմամբ եւ նոր կարգավորումներով այսուհետ այն վերապահվելու է էկոպարեկային ծառայությանը։ Հրդեհավտանգ ժամանակահատվածում հենց էկոպարեկային ծառայությունն է իրականացնելու մշտական հսկողություն, անհրաժեշտության դեպքում սահմանափակելով մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատվածներ։ Դրանից բացի ծառայությունը անտառային ճանապարհներին նախազգուշացնող ցուցանակներ է տեղադրելու, վերահսկելու նաև անտառներում գործունեություն իրականացնող անհատների եւ կազմակերպությունների կողմից հակահրդեհային կանոնների պահպանումը։ Հրդեհի ծագման դեպքում էլ էկոպարեկները անհապաղ տեղեկացնելու են համապատասխան մարմիններին, մասնակցելով նաև մարմման աշխատանքներին։ Ամեն տարի կմշակվի նաև հրդեհների արձագանքման գործողությունների պլան, փրկարար ծառայության համաձայնեցմամբ։ Միաժամանակ անտառտնտեսությունները եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պոակները կապահովեն հակահրդեհային ենթակառուցվածքների ստեղծումը, անտառների մաքրումը դյուրավատ նյութերից եւ կկազմակերպեն անվտանգ հանգստի գոտիներ։ Բնապահպանների խոսքով հատկապես ամռան ամիսներին շարունակական հսկողությունը թույլ է տալիս հրդեհը հայտնաբերել ամենավաղ փուլում, երբ այն դեռ հնարավոր է արագ մեկուսացնեն։ Նրանց գնահատմամբ կարևորն այն է, որ աշխատանքը արդյունավետ կատարելու համար էկոպարեկները պարբերաբար անցնեն մասնագիտական վերապատրաստումներ։ Եթե այդպես չլինի, հնարավոր չի, որ բարեկային ծառայությունը առանց այդպիսի գոյություն ունենա, որովհետև մարդիկ պետք է հասկանան նրանք ինչ պետք է վերահսկեն եւ որ։ Կլիմայի փոփոխության պայմաններում ըստ բնապահպանների անտառային հրդեհների վտանգը նկատելիորեն աճում է։ Անտառային հրդեհների տեսանկյունից Հայաստանում առավել խոցելի է շարունակում մնալ մեղրու տարածաշրջանը, որտեղ բարձր ջերմաստիճանն ու բնական պայմանները մեծացնում են հրդեհների ծագման հավանականությունը։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ վերահսկողության ուժեղացումն ինքնին բավարար չէ։ Արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է նաև ժամանակակից հակահրդեհային տեխնիկա։ Ինչքան հիշում եմ, մենք տեսել ենք այդպիսի փորձ տարբեր երկրներում, ամենակարևորը տեխնիկայի հարցն է։ Մենք այդ տեխնիկայի կարիք ունենք եւ այդ տեխնիկայի կարիքը քանի տարի չի բավարարում։ Նոր կարգավորումների արդյունավետությունը ըստ մասնագետների կախված կլինի ոչ միայն վերահսկողության իրականացումից, այլև հետևողական աշխատանքից։ 40 րոպե քամին ուժեղ հելավ ու հելան խորախտին լրի հավելված։ Մեր երկրում ամռան երկրորդ ամիսն էլ առանց եղանակային վատ դրսևորումների չի անցնում։ Հուլիսի 17-ին Շիրակի մարզում տեղացած հորդարատ անձրևը, կարկուտը Բագրավան բնակավայրում մեծ վնասներ է հասցրել։ Փայտե էլեկտրասյուներ են տապալվել, տանիքներ ու հեկտարներով ցանկատարածություններ վնասվել, նաև մեքենաներ ու տների ապակիներ։ Անկամ այն ձևի է ուժեղ եղել պտտահողմը, որ հարևանի տանիքը շպրտելա մյուս հարևանի տանիքին, տան տարածք, մարդկանց Եմ որ ասում առավոտի ծիրիգուն հողի հետ կռիվ են տվել հսկայական ցանկատարածություններ ամբողջությամբ ավիրվել է։ Երկու քրով են չեստանք ներս, այդ հանի պայստի այդ կրիշը ամբողջությամբ նկարել ես, չէ՞, երկու քրոջից վերակա։ Բնակիչները կարկտակայանների մասին են բարձրաձայնում, ասում են միայն կարկուտից հետո է, որ փորձել են լիցքավորել կայանը, բայց ըստ տեղացիների արդեն դա որևէ մեկին պետք չէ, հսկայական վնասներ են կրել։ Ոչ մի բան չկա։ Այս փոսերը, կարկուտի փոսերը։ Հարվածի, կարկուտի հարվածն է։ Նենա սա թափած է։ Կալոններ կարկուտի հարվածը, կմբեսերը կարին հողի մեջ կորցրել։ Որ բալոնը դրացել էր, կրակեն, հնարավոր մի քիչ մեղմ լինի։ Գոնե գիտենանք որ կամ բան է եղել։ Պարոն Թումասյան, մատուրը, եկեղեցի, կամուրջի բանը չի վնասվել, չէ՞։ Չէ, փառք Աստծո։ Չի վնասվել, Կարանջատ էլի։ Բազապես 3 շատ նոր քսեչկա ճարի կարոս բարեկի 3 շատ հետարքիր կեդեր անցնում։ Պտտահող, չէ։ Հա, նաև չէ, բանը սարի հերեղներն է իջել եւ
մինչև անի ախույրանքի հետ բաներ գնում, հեղեղները գնում էր եւ մի հսկա կետեր առաջացել, շատ գեղեցիկ տեսարաններ։ Էլեկտրասյուների տապալման հետևանքով թե Բագրավանը, թե հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել են։ Հեցի Ղարս մասնաճյուղի եւ Անիի ու Արթիկի էլեկտրացանցի աշխատակիցներն են տապալված էլեկտրասյունները փոխարինել նորով։ Ամենակարևորը որ հին սովետական տարիների փայտեսյունները փոխարինվում է բետոնե ավելի որակյալ, ավելի ապահով սյուներով։ Հիմա այստեղ սյունը փոխել եք, չէ՞։ Սյունը փոխել եք, հիմա էլեկտրալարերը պետք է փոխարինվի։